Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մի քանի էջանոց փաստաթուղթը կետար Արարատ Միրզոյանը վերլուծում բացատրում է, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում թրիփ նախագիծը եւ թե ինչ է ներառում լույս դեռ Հայաստանում չբացված Վաշինգտոնում հրապարակված այդ փաստաթուղթը։ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է Երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ։ Փորձագետները, վերլուծաբանները, իրավաբանները սակայն մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում թրիփ նախագծով հիացածներից, ծրագիրն իրականացնելու պատրաստակամություն հայտնած կողմերից։ Հայտարարության մեջ նշվում է, որ թրիփը կառուցապատման իրավունքով նախնական 49 տարի ժամկետով է տրամադրվում։ Հայաստանը մտադիր է Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել թրիփ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26%-ը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է։ Ամերիկայի ակնկալիքներն այս առումով ըստ վերլուծաբանների հայտնի են ֆինանսական հոսքեր, շահույթներ, իսկ ինչ է շահում Հայաստանը եւ Հայաստանին հասանելի 26% մասնաբաժնից, որքան է մնալու Հայաստանին, թե այդ մասնաբաժինն ամբողջությամբ գնալու է ԵԱՏՄ ընդհանուր կաթսա։ Ես ակնկալիք չունեմ, որ 26-ից մեծ մասը Հայաստանն է լինելու։ Դա ԵԱՏՄ-ին է լինելու։ Միրզոյանն ասում է, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ թրիփ նախագծին չի քննարկվել, սակայն նշվում է, թե ապաշրջափակման ավելի լայն համատեքստում առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, ինչպես նաեւ Հայաստանի ապաշրջափակումը։ Տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով։ Նախատեսվելիք թրիփ նախագիծը ԵԱՏՄ սահմաններով է անցնելու։ Անդամ պետությունների դիրքորոշումը հաշվի առնվելու է արդյոք։ Օրինակ Ռուսաստանի մասնակցությունը այդ նախագծում դիտարկվում է արդյոք։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Եթե մենք շարժվենք Հայաստանի ինքնիշխանության դիրքերից, ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանին դուրս թողնել։ Թրիփի ֆոնին ամերիկացի պաշտոնյաները մեսիջներ են ուղարկում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները անցնում են հաջորդ փուլ։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ձևակերպմամբ առաջ մղելով խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Թրամփի ու կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ դրա կառավարումը տնտեսական գործընկերությունը։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս նախագիծը թրիփը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը այս հայտարարության մեջ էլ սևով սպիտակի վրա արձանագրել է. թրիփը պետք է իրականացվի պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ամբողջ ծածկույթի նկատմամբ։ Հայտարարություն, սակայն սահմանադրագետները հիշեցնում են, որքան էլ իշխանությունը կուրծ քծեցի, թե Հայաստանի ինքնիշխանությունը չի ոտնահարվում, այնուամենայնիվ Հայաստանի սահմանադրական դատարանը պետք է որոշի նմանատիպ միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի սահմանադրականության հարցը, հետո միայն այն պետք է վավերացնի ազգային ժողովը եւ հենց ազգային ժողովն էլ կրելու է հետևանքների պատասխանատվությունը։ Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթառաջ քայլ անելու այս հայտարարությունը Թուրքիայի նախագահը անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ է ասել խորհրդանշական քայլ։ Հիմա սակայն թուրքական կառավարությունից նաև պնդում են, նույնիսկ կարելի է ասել խաղաքարտեր բացում, թե Երևանի հետ հարցերը կարող են պարզել միայն եթե Բաքուն դեմ չլինի։ Ըստ ադրբեջանական ապագործակալության այս մասին ուղիղ
ուղիղ տեքստով, ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտի գլխավոր պատասխանատուն։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաեւ մեր նախագահի դիրքորոշումը։ Հիմա սկզբից ո՞րն է թուրքական սիմվոլիկան, որ նախագահ Էրդողանը խոստանում էր այս տարեսկզբից գործի դնել։ Մասնագետների պնդմամբ առավելագույն հավանականության սլաքներն այստեղ թեքվում են դեպի Մարգարա Ալիջան հայ-թուրքական սահմանի պինդ զոնդված այս դարպասները, բացելու, բայց ոչ թե հենց երկու պետությունների, այսինքն Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների, այլ միայն երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Մի բան, ինչի շուրջ վաղուց էին պայմանավորվել հարաբերությունները կարգավորող բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը գործընթացը փակուղի գնաց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց, եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը հաշվի առնելուց զատ ունի նաեւ տպավորություն, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում առայժմ ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով։ Իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է Դավիթ Կարապետյանը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ փոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ նրանք ավելի քան հակված են կարծելու, որ սպասում են, որ հայկական կողմը դրանք կանի եւ դրա դիմաց նոր թուրքական կողմը այսպես կոչված չագերտավոր սիմվոլիկ քայլերի կգնա։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից։ Հավելում է մասնագետն ընդգծելով, նրանք իրարից երբևէ չեն բաժանվել, չեն բաժանվելու։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարգարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Հետևաբար նրանց գերնպատակը ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն է, այլ Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով կապ ստեղծելն է։ Տարածաշրջանում քաղաքական անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ են օրակարգ դուրս եկել, եւ դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ որ մասնագետների գնահատմամբ ձևավորում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է թե ոչ։ Ինչպես բենզինը Ադրբեջանից Հայաստան հասավ, հակամրցակցային պայմաններ են ստեղծվել երկրում, թե նախնական համաձայնություն է եղել տնտեսվարող սուբյեկտների միջև։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, կառավարությունը չի ներմուծել կամ չի որոշել, թե կոնկրետ որ ընկերությունը պետք է ադրբեջանական բենզին ներմուծի Հայաստան։ Պարզապես անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծել գործընթացը հնարավոր դարձնելու համար։ Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք։ Եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք։ Ադրբեջանական բենզինը քիչ քանակությամբ է Հայաստան ներմուծվել, բայց Գևորգյանը դրական է գնահատում այդ փաստը։ Այլընտրանք է սա հայկական շուկայում, բայց տնտեսվարողներն իրենք պետք է որոշեն, ցանկանում են Ադրբեջանից բենզին կամ այլ ապրանք ներկրել, թե ոչ, որևէ պարտադրանք կամ սահմանափակում չկա։ Իր մեքենան ադրբեջանական բենզինով լիցքավորող վարորդն է ազատ իր ընտրության մեջ, չեք ցանկանում, մի լիցքավորեք։ Մենք չենք բենզին ձեռք բերում եւ տալի մեկի։ Մենք ասում ենք հարգելի բիզնես, գնա խոսա ընդեղի բիզնեսի հետ եւ փորձի այստեղ ներկրել։ Այսինքն սրա համար մենք ոչ թե գնում ենք, այսինքն ես չի որ գնացել ենք Ռանոյելի համար այնտեղ գործընկեր ենք, թե մի հատ է միջնորդություն ենք արել, մի հատ է բիզնես ենք, բիզնես բան ենք, գործարք ենք ատել։ Իրանք գնում են, այնտեղից վերցում մեր խնդիրը, որ մարկանց ասել կառուցության խնդիրը, մարկանց ասել այլևս այդ հնարավորությունը կա։
Հեղուկ գազի գինը շարունակաբար տատանվում է։ Գնի մի փոքր նվազմանը հաջորդում է շեշտակի թանկացումը։ Հայաստան հեղուկ գազ է ներկրում 100-ից ավելի տնտեսվարող ընկերություն, որոնք ըստ Գևորգյանի չեն կարող ճնշել գնի բարձրացումը կամ որևէ ազդեցություն ունենալ դրա վրա։ Հնարավոր պայմանավորվածությունների տարբերակն էլ է բացառվում։ Գերիշխող դիրք որևէ ընկերություն եւս չունի։ Թանկացման պատճառներն առավել մասշտաբային են։ Լարսը որ ասենք փակվում է, այդ մեքենան, որը պետք է օրինակ 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն որ բորսայի գինը բարձրանում իջնում է, որտեղ բորսայից է կախված։ Հիմա նայեք, բորսան որ սկսում է պահանջարկը հեղուկ գազի մենակ Հայաստանով չի պարում, Հայաստանը դրա ամենամեծ սպառողը չի։ Մենակ նույն ձևի այն կողքի երկրն են թուք մինչև Պակիստան, եթե սկսում է այդ բորսայից մեծ քանակ առնել, դրանց մոտ է պահանջարկի եւ բանի սեզոնայնություն կա։ Սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Այդ ապրանքի գինը որ թանկանում, բնականաբար Հայաստանում էլ է թանկանում։ Ընդհանուր առմամբ, ամփոփելով մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025-ին կատարած աշխատանքի արդյունքները, հանձնաժողովը շուրջ 2 միլիարդ դրամ տուգանք է նշանակել։ Հայաստանի Հանրապետության բյուջե մուտքագրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար։ 2025 թվականին շտաբ բուժօգնությունը սպասարկել է շուրջ 307,000 կանչ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 3%-ով։ Այս մասին ասուլիսին հայտնել է շտաբ բուժօգնություն Փակbaşնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Մեկ տարվա ընթացքում շտաբ բուժօգնությունը լիզինգով ձեռք է բերել 7 նոր ավտոմեքենա, որոնցից մեկը Ռեանոմոբիլ է, հագեցած թոքերի արհեստական օդափոխության սարքով։ Բացի այդ, ձեռք է բերվել էլեկտրական անվասայլակ, որը նախատեսված է տարբեր քաշային կարգի բուժառուների տեղափոխման համար, ներառյալ մինչև 200 կիլոգրամ քաշ ունեցող անձինք։ Խոսելով կանչերի թվի մասին, Գրիգորյանը նշեց, 2026 թվականը սկսվել է կանչերի թվի մոտ 35% նվազումով։ Ըստ դրա մեջ նաև այն փաստը կա, որ համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է տրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող ուժառուների համար կանչը դառնալու է վճարովի։ Իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաեւ փոխկապակցություն տեսնում են այդտեղ։ 9-րդ կանչը օրինակ Երևանում արժանալու է 10,000 դրամ։ Մարզերում վճարի չափը կորոշի տվյալ համայնքի շտաբ բուժօգնություն Փակbaşնետիրական ընկերությունը։ 8-ից ավելի կանչերի կարիք սովորաբար ունենում են քրոնիկ հիվանդություններ ունեցողները, իսկ արդյոք նրանց խումբը մեծ է եւ որքանով է հարմար նման փոփոխությունը։ Ես ինքս վիճակագրություն եմ արել բնակչության Երևան քաղաքի մասին խոսքը, շուրջ 99%-ը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ։ Այնտեղ խոսքը գնում է մոտ 1%-ի մասին, այդ 1%-ի 0.5%-ը կանչ տվել է մինչև 20 անգամ կանչ, մնացած 0.5%-ը 20 անգամից ավել։ Այն մարդը, ով, չգիտեմ, ասենք 20-30 անգամ եւ ավել կանչ է տալիս, այդ մարդը ուրեմն ստացիոնարում բուժ հաստատությունում բուժման կարիք ունի։ Արդեն մի քանի բուժառուների ուղարկվել են ծանուցումներ 5 եւ 8 կանչը լրանալու վերաբերյալ, զգուշացմամբ հաջորդների համար սահմանված է վճարում։ Կանչերի հիմնական մասը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, սուր շնչառական վարակների եւ դժբախտ պատահարների հետ։ Ձյան ընթացքում ավելանում են նաեւ կոտրվածքներին առնչվող կանչերը։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, կոնկրետ շտաբ բուժօգնության մասին իհարկե խոսքը կանչերի, մենք 22 կանչ ենք ստացել կոտրվածքի, հոսպիտալացման ավարտել, մեկ բուժառու եղել է մինչև 18 տարեկան, մոտ 3 բուժառու եղել է մինչև 60 տարեկան, մնացածը 60 տարեկանից բարձր են եղել, որը ի համեմատ նախորդ տարիների բնական ավելի էական նվազում է եղել։ Առաջիկայում Գրիգորյանի խոսքով նախատեսվում է նաև Երևանի շտաբ բուժօգնություն Փակbaşնետիրական ընկերության անձնակազմի աշխատավարձի վերանայում։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի մոտ կայացած միջգերատեսչական խորհրդակցության շրջանակում։ Նախատեսում են 26 թվականի առաջին կիսամյակում այն պահից սկսած երբ կավելացվի մեր ֆինանսավորումը, այսպես խոսված կանչի գինը, մեկ կանչի համար նախատեսվող արժեքը հենց բարձրացվի, բնականաբար միանշանակ մեր բուժանձնակազմի աշխատավարձները բարձրացվելու է։ 2026 թվականին ծրագրվում է ձեռք բերել 10 նոր մեքենա, թարմացնել արտահագուստը եւ վերագործարկել ռադիոկապի համակարգը։
Մայրաքաղաքում Աբովյան փողոցում կրակոցներ են հնչել երկու անչափահաս, որոնցից մեկը սուր կտրող ծակող առարկայից ստացած հարվածով տեղափոխվել է Ուիգմոր բժշկական կենտրոն, եւս մեկն էլ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ստացված տեղեկություններով նաեւ այստեղից է կրակոց արձակվել, այս հատվածից է կրակոցը արձակվել։ Դեպքի վայրն ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ժամանել է նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Աբովյան փողոցի մետրոպոլիտենի գետնանցումի տակ էլ հայտնաբերվել է փշրված հսկայական ապակի, որը տարածքի տնտեսական խանութինն է ու կոտրվել է կրակոցի հետևանքով։ Իսկ դրսում նստարանի մոտ հայտնաբերվել է առնանման հետքեր, նաև ատրճանակի դետալ։ Դեպքի վայրին ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ Վիրավորների ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզվում են։ Քրեական եւ համայնքային ոստիկանների մի խումբ էլ մեկնել են հիվանդանոցներ, բարձելու վիրավորների ինքնությունը։